Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Էդուարդ Այվազյանի հետ, հասարակական քաղաքական գործիչ, քաղաքական փորձագետ, մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն։ Ողջույն պարոն Այվազյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Լսարանին մեր տեղեկացնեմ, որ պարոն Այվազյանը մեզ հետ միացել է կապի մեջ է Ախալցխայից։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, որ կարողացանք այս կապը հաստատել։ Եվ այսպես առաջին հարցը սկսենք բոլոր դեպքերում Իսրայելի այդ կառավարության որոշումից, այդ բանաձևը, որ որոշել է։ Մենք ընթացքում էլի կանդրադառնանք այս հարցին, Քնեսետը կընդունի, չի ընդունի, Թուրքիան ինչպես վերաբերվեց եւ այլն, թե ինչու հիմա։ Պարզապես սկսենք նրանից, որ ամբողջ աշխարհի լրատվամիջոցները գուցե Իրան Միացյալ Նահանգներ պատերազմը այսպես սառեցվել է կամ վերջացել է, խոսելու բան չունեն, բայց բոլորը խոսում են դրա մասին։ Նախ ինչու է բոլորը անդրադառնում դրան, ուրիշ թեմա չկա, եւ երկրորդը հետաքրքիր է թե ինչպես են տարբեր երկրներում մեկնաբանում այս ամենը կա հետաքրքիր հարց, որը բոլորը այդ հարցը տալիս են եւ տարբեր տեսակետներով այսպես զբաղեցնում են իրենց ուրեմն եթերները, թե ինչու հիմա կա պատասխան, որ ես կհարցնեմ ձեզ դուք ինչպես եք այդ հարցին պատասխանում, բայց առավել ինձ հետաքրքրեց այն պատասխանը, որ Իսրայելը փոխում է իր աշխարհակաղակական քաղաքականությունը, ասենք ասենք, կրկնություն կա այդտեղ, եւ Թուրքիան համարում է իր գլխավոր թշնամին։ Եվ այսպես ինչու հիմա եւ ինչու են այդքան մեծ ուշադրություն դարձնում այս իրողությանը, քանի որ առաջին երկիրը չէ Իսրայելը, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը, ոչ մի անգամ այսպես աժիոտաժ չենք տեսել։ Համեցեք։ Իրականում շատ բան է փոխվել տարածաշրջանում եւ բնականաբար Իսրայելի քաղաքականության մեջ, բայց թե ինչու է այս աժիոտաժը, աշխարհում երկու կարևոր պահ են բոլորը գիտակցում։ Նախ Իսրայելը եւ իսրայելական լոբին միշտ խոչընդոտել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլ երկրներում, որտեղ որ ունի իսրայելական լոբի, միշտ էլ հակազդել է, աշխատել են թուրքերի հետ միասին։ Հիմա ինչ է փոխվել տարածաշրջանում, որ Իսրայելն է պատրաստվում ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Սա է ամենակարևորը եւ սրա պատասխանը ես կարծում եմ ոչ միայն պատերազմներ Իրանի եւ Իսրայելի միջև, այլ նաեւ Էրդողանի հայտարարությունները, բազմաթիվ հայտարարությունները, որոնք որ գոյաբանական խնդիր են ստեղծում Իսրայել պետության համար։ 2 օր առաջ Նետանյահուն ինքն էլ այդ մասին խոսեց, ասաց, որ մշտապես սպառնում են Նետանյահուն Իսրայելին, Էրդողանը Իսրայելին եւ դա առաջացնում է արդեն գոյաբանական խնդիր եւ այս հարցն է ինքը բարձրացնելու Դոնալդ Թրամփի մոտ։ Եվ սա է հիմնական պատճառներից մեկը, որ Գեդեոն Սարը, արտգործնախարարը նախ գրառում կատարեց այդ մասին, հետո հաջորդ օրը արդեն Կիրակի օրը միաձայն կառավարության նիստին ընդունեցին հարցը եւ ուղարկեցին Քնեսեթ։ Հիմա շատերը խոսում են այն մասին, որ առաջին անգամ չէ, որ Իսրայելի խորհրդարան է մտել հայոց ցեղասպանության հարցը։ Իրականում կա ճշմարտություն այդ ամենի մեջ, դրանից բացի մենք տեղեկանում ենք, որ 2 շաբաթից Քնեսեթը արձակուրդ է մեկնում, հետո ընտրություններ են Իսրայելում, հնարավոր է այս հարցը կրկին մնա օդից կախված եւ ցեղասպանությունը չճանաչվի։ Մենք նաեւ տեսնում ենք, որ Իսրայելի ժողովուրդը կարելի ասել բավականին վատ է տրամադրված Նետանյահուին եւ հələ հարց է Նետանյահուն կկարողանա դառնալ կրկին վարչապետ թե չէ, այսինքն իր կուսակցությունը կրկին հաղթանակ տանելու է թե չէ, բայց կարող են նաեւ արագացած ռեժիմով ընդունել, թե շատ կարեւոր է սկզբունքային է այդ հարցը իրենց համար։ Սա եւս պետք չի բացառել։ Մեզ համար կարեւոր է հիմա հասկանալ այն, որ սա ուղղակի ցեղասպանության ճանաչում չէ։ Մենք կարող ենք ընդունում ենք, որ Իսրայելն էլ է ցանկանում ցեղասպանությունը, բայց չէ։ Սա գլոբալ տարածաշրջանային փոփոխություն է, աշխարհակաղակական փոփոխություն է Իսրայելի համար։ Պատերազմը, որը որ տեղի ունեցավ Իրանի հետ, Թուրքիան քիչ էր մնացել միջամտեր։ Եթե ուշադրություն եք դարձրել, Թրամփը մի քանի օր առաջ հայտարարեց, որ քանի որ Թուրքիան չի միջամտել բնականաբար Իրանի կողմից
այդ պատերազմին, դրա համար հավանական է, որ իրենց վաճառեն F-35 ինքնաթիռներ կամ նոր շարժիչներ F-16-ների համար։ Ինչով որ զիջում է այսօր Թուրքիան Իսրայելին, հիմնականում դա օդուժն է։ Այսինքն Իսրայելը մի քանի անգամ ավել օդուժ ունի եւ ավելի ժամանակակից ամերիկյան ինքնաթիռներ։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա մատակարարի F-35-եր, բնականաբար արդեն այդ ամենը կլինի վնաս Իսրայելի։ Իսրայելի հնարավորությունները միանգամայն կթուլանան։ Դրա համար Իսրայելը գնում է այս քայլին, ես կարծում եմ ապագայում տարբեր այլ նպատակներ հետապնդելով։ Իսրայելում հասկանում եմ, որ հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լուրջ ձևով թուլացնել Թուրքիային, դրանից բացի ապագայում ինչու՞ չէ կարող է իրենք ծրագիր ունեն Թուրքիան մասնատելու։ Եվ հայկական հարցը, քրթական հարցը այստեղ կարող է կարևոր դերակատարություն ունենալ ըստ իրենց։ Եվ ասեմ, որ շատ չեն էլ սխալվում հրեաները, եւ մենք տեսնում ենք, որ իրենց ծրագրերը շատ լավ արդյունավետ իրականացնում են։ Կրկնեմ, դա այն չէ, որ մեզ համար է այդ ամենը արվում կամ լավ է կամ վատ մեզ համար, սա իրականությունը Իսրայելը գնալու է այն ճանապարհով, որ ամեն ինչ անի թույլատնելու համար իր նախկին դաշնակից Թուրքիային, որը որ հիմա դարձել է իր կարելի ասել գլխավոր հակառակորդներից մեկը։ Հələ հարցը Իրանն է արդեն գլխավոր հակառակորդը Իսրայելի, թե Թուրքիան։ Դա շատ կարևոր է հասկանալ եւ գիտակցել։ Այստեղ մենք կարևոր նրբություն եւս կա։ Ադրբեջանը փաստացի կորցնում է իր կարևոր դիրքը Իսրայելի համար։ Սա էլ է շատ կարևոր գիտակցել եւ մենք տեսնենք նաեւ տարբերությունը Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության եւ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ դա խոչընդոտում է ընդհանրապես կարգավորման գործընթացին տարածաշրջանում հայկական, հայ-ադրբեջանական, այսինքն կարգավորման գործընթացի համար լուրջ խոչընդոտ է Իսրայելի ճանաչումը եւ կոչ է անում, որպեսզի Իսրայելը հրաժարվի այդ մտքից։ Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահի մամլոխոսնակը ուրիշ հարցի վրա են ուշադրությունը կենտրոնացնում, ինչը չի անում օրինակի համար Ադրբեջան, նրանք խոսում են պաղեստինցիների խնդիրներից, ասում են, որ դուք Գազայում ցեղասպանություն եք իրականացրել, դրա համար ընդունում եք հայոց ցեղասպանությունը, իրենք ասում են այսպես կոչված, բնականաբար դա իրենց ձևն է հերկման, բայց ասում են դա պետք է ձեզ, որպեսզի դուք հերքեք ձեր կողմից իրականացրած ցեղասպանությունը։ Մեկ բան էլ կարևոր է ավելացնել. Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ, նախորդ պատերազմի ժամանակ, ոչ վերջին, Իսրայելի բանակը հետաքրքիր քարտեզ էր հրապարակել, երբ որ ցուցադրում էր, թե որ կետերին են հարվածում, եւ այդ քարտեզի մեջ Արցախը Հայաստանի կազմում էր։ Ես չեմ կարծում, որ իսրայելական բանակի քարտեզները պատահաբար են հրապարակում, եւ բոլորը այդ ամենը նկատեցին։ Այսինքն կարող է փոփոխություն տեղի ունենալ նաև Հայաստանի նկատմամբ, փորձեն Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները, եթե կան հիմա այլ հարաբերություններ, այսինքն հաստատեն, խորացնեն, հասցնեն ռազմաքաղաքական բնույթի։ Եվ կարևոր է այստեղ հասկանալ մեկ բան, որ արդեն Իսրայելը ունի նման հարաբերություններ Հունաստանի եւ Կիպրոսի հետ։ Շնորհակալություն, առաջին պահը դա Քնեսեթի հետ կապված էր, հետ գալով ձեր պատասխանին, այսպես կետ-կետ ճշտող հարցեր տամ։ Նախ, այո, դուք նշեցիք, որ արձակուրդ են գնալու եւ ընտրություններ կան Իսրայելում։ Այդ մասին ես կարծում կառավարությունը հրաշալի գիտեր Իսրայելի եւ այդ հանգամանքը նորություն չէ, այսպես բացահայտում չէ։ Սա երկու տարբերակ, ատարբերակ օգտագործում է որպես շանտաժ Թուրքիայի հետ կապված, երկրորդ տարբերակը իսկապես դուք ասում եք, որ հնարավոր է, որ արագացված ձևով անեն։ Եթե այդ շանտաժի գաղափարը կողքի դնենք, որովհետև այո, արձակուրդ է, այո, ընտրություններ են։ Այո, այդ ամենը կա եւ իրենք կարող են ինչ-որ անասելի ժամանակների հետաձգեն այդ հարցի լուծումը։ Արդյոք իսկապես Իսրայելը գնում է ճակատ-ճակատի Թուրքիայի հետ։ Դուք էլ նշեցիք, որ Թուրքիան այժմ
ուրվագծվում է կամ Իսրայելի կողմից նշվում է որպես եթե Իրանից ոչ պակաս վտանգավոր երկիր իր համար։ Արդյոք առաջի տարբերակը իսկապես արդեն գործը հասել է նրան, առաջ ասում ենք ձևական են անում, Թուրքիայից շարունակում են ներգաղիրներ գնալ Իսրայել, ձևական ինչ-որ բնույթ է կրում, արդյոք կարող ենք խոսել, որ իսկապես հարաբերությունները գնում են դեպի առճակատման, և երկրորդը, արդյոք այսպես նախանց բառը չեմ ուզում օգտագործել, Իսրայելը փորձում է Թուրքիայի հանդեպ այդ Թրամփի վերջին այս տաքացումը հարաբերությունների կամ վերաբերմունքի ինչ-որ ձևով սառը ջուր լցնել դրա վրա, խաթարել Ամերիկայի և Թուրքիայի փոխհարաբերությունների այդ լավացումը, այսպես ասենք։ Հենց այդտեղից էլ սկսենք, Իսրայելը հենց փորձում է դա անել, կարևոր է սա հասկանալ, երկրորդ պահը շանտաժի են դիմում, թե չէ։ Ես կարծում եմ, որ իրավիճակը այնքան լարված է, որ եթե նույնիսկ շանտաժի են փորձում դիմել, եւ գիտեմ, որ կանից հետը գնում է արձակուրդի, բայց պահը հիմա ավելի լուրջ է եւ ավելի ռեալ է վտանգը Թուրքիայի համար, քան նախկինում, եթե հիմա էլ փորձեն շանտաժի գնալ եւ շանտաժը ինչ որ ժամանակով նույնիսկ աշխատի, դա շատ երկար էֆեկտ չի ունենա։ Միևնույն է, մենք վերադառնալու ենք այն հարցին, ինչի մասին ես քիչ առաջ խոսում էի, անպայման լարվածություն եւ ընդհանուր կարծում եմ կլինի Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ։ Դուք մինչեւ ընդհանուր եք համարում։ Եթե ասում եմ ընդհանուր, դա չի նշանակում տաք պատերազմ։ Այսօր վաղը կամ մեկ ամսից, բայց ընդհանուր առմամբ գլոբալ ապագայում դա շատ արդեն հավանական է։ Արդեն երևում է։ Միացյալ Նահանգներ, Թուրքիա։ Միացյալ Նահանգներ, Թուրքիա շատ հետաքրքիր է հիմա իրավիճակը եւ դա պայմանավորված է Թրամփի պերսոնայով։ Կներեք, այստեղ փակագծերում պարզապես ավելի ընդգծեմ ինչ է տեղի ունենում, այս որ ես ոսացեցի խանդ ձևակերպումը, արդեն Միացյալ Նահանգներում հնչում են ձևակերպումներ, որ Իսրայելը չէ իրենց գլխավոր ռազմավարական գործընկերը, իրենք ավելի Իսրայելից հիասթափվել են, Իսրայելը ավելի խանգարում է Միացյալ Նահանգներին, Թուրքիան է դառնում ավելի սիրելի գործընկեր Միացյալ Նահանգների համար։ Սա խոսակցությունների մակարդակ է իհարկե, ոչ թե ոչ մի փաստաթղթային հիմք չկա այդտեղ, բայց այս խոսակցությունները սա ֆոնն են, որի վրա այս ամբողջը կատարվում է։ Դա Թրամփի խաղերն են, Թրամփի պերսոնային բոլորս մենք ծանոթ ենք, բայց մեկ բան կարևոր է նաև այստեղ հասկանալ, որ Իսրայելը ոչ միտեղ չի գնա Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռքից, կոպիտ արտահայտվենք, բայց Թուրքիան խաղեր է տալիս տարբեր կենտրոնների հետ եւ դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա ունեն լուրջ աշխատելու տեղ Թուրքիայի ուղղությամբ սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, բայց ինչքանով պահը կհասնի նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլատնելով Իսրայելը ամրապնդեն Թուրքիան, դա շատ լուրջ հարց է, քանի որ իսրայելական լոբին շատ ամուր է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ երկրորդ պահը, որը որ չափազանց կարևոր է, Թրամփը իրեն վիրավորված է զգում պատերազմից Իրանի հետ, այսինքն այն արդյունքները, որն ինքը ցանկանում էր հասնել Իրանում, մասամբ է կարողացել, այսինքն նորմալ ձևով չի կարողացել հասնել եւ դա ինչ որ միտեղ Իսրայելի պատճառով է։ Կա կարծիք հստակ, որ Նետանյահուն է ներքաշել Թրամփին այս պատերազմի մեջ եւ Թրամփը չի ստացել այն, ինչ ուզում էր ստանալ, հակառակը ինքը վտանգել է արդեն աշնանը տեղի ունենալիք կոնգրեսի միջանկյալ ընտրությունները իր կուսակցության համար։ Հիմա դիտարկենք հետևյալ պահը։ Մենք հենց սկսեցի ես նրանից, որ աշխարհաքաղաքական դիրքավորումը Իսրայելը փոխում է։ Այո, թե ոչ մեր տարածաշրջանում։ Եվ եթե այո, եկեք դիտարկենք որ կետում է Իսրայելը պատկերացնում, որ Հայաստանի եւ Իսրայելի շահերը կարող են համընկնել, թե Հայաստանի գործոնը այստեղ ընդհանրապես հետաքրքիր չի Իսրայելին, Իսրայելը Թուրքիայի հետ է խաղը տանում, Հայաստանի գործոն չկա այստեղ։ Չի կարող չլինել Հայաստանի գործոն, տեսեք հիմա որ հուտիներ անընդհատ հրթիռահարում էին Իսրայելը,
իրենք գնացին եւ հարաբերություններ հաստատեցին Սոմալիլենդի հետ։ Հիմա ամուր ներկայություն ունեն Սոմալիլենդում եւ արդեն ավելի զուսպ են իրեն, չէ՞, պահում հուտիները։ Հիմա նույնը փաստացի նաեւ Հայաստանի մասով։ Հարցը այն է, թե Հայաստանի իշխանությունները որքանով պատրաստ են կամ որքանով կցանկանան խորացնել իրենց հարաբերությունները Իսրայելի հետ։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները շատ ցանկանան այդ քայլին դիմել, այսինքն բնականաբար կփորձեն բարելավել ավելի հարաբերությունները, խորացնել, բայց որ խաղալիք դառնան Իսրայելի ձեռքում կամ մեկ այլ երկրի ձեռքում, ես չեմ տեսնում նման մտադրություն կամ ցանկություն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Փաշինյանի պատասխանը համահունչ է այն ամենին, ինչ դուք նոր ասացիք։ Իհարկե, հենց դա է։ Եթե կարելի է ձեր գնահատականը այդ պատասխանին, որովհետև շատ քննարկվում է, ասում են, տեսեք, Փաշինյանը պետք է շնորհակալություն հայտներ, ինչ անշնորհակալ է։ Մյուսները ասում են ճիշտ պատասխան էր, եթե ճիշտ էր կամ սխալ էր, ձեր գնահատմամբ ինչ էր պարունակում այդ Փաշինյանի պատասխանը։ Փաշինյանի պատասխանի մեջ մենք չտեսանք, որ նա խրախուսում է Իսրայելին, որ Իսրայելին ճանաչի հայոց ցեղասպանությունը, ոչ էլ տեսանք հակառակը, որ ինքը այնպիսի հայտարարություն աներ, որով որ Իսրայելը հետ կկանգներ հայոց ցեղասպանության ճանաչումից։ Սա նշանակում է, որ Հայաստանին այնուամենայնիվ ձեռնտու է, որ Իսրայելը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, բայց Հայաստանը դա չի ցույց տալիս, որպեսզի չվտանգի իր հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ։ Այսինքն Հայաստանը այստեղ երկակի վիճակում է մի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու
մտահոգություն կա մյուս կողմից, նա չի կարող Իսրայելին ասել, ինչու է ցեղասպանության թեման բարձրացնում։ Այն ինչը նա Հայաստանի ներսում ասում են դա մեր գերակա հարցը չէ։ Ավելի շուտ ոչ թե չի կարող, բայց ավելի կարծում եմ ճիշտ կլինի ասել չի ուզում նման բան ասել Իսրայելին։ Չի ուզում ասել եւ շատ զուսպ պատասխան է տեսա այդ պատասխանի մեջ, այսինքն դրանով ես չտեսա, որ Փաշինյանը հերքում է հայոց ցեղասպանությունը, ինչպես շատերը ասում են, Հայաստանում ես տեսնում եմ նման բան չկա։ Իմ պատկերացմամբ Հայաստանն այնուամենայնիվ ձեռնտու է, որ Իսրայելը ճանաչի հայոց ցեղասպանությունը, բայց բարձրաձայն այդ մասին Փաշինյանը չի հայտարարում։ Այսինքն այստեղ այդ երանգը կար, որ ցեղասպանության հարցը եւ երևի թե Հայաստանն էլ չէր նշվում, գործիք որպես չօգտագործվի, ոչ Հայաստանը որպես գործիք օգտագործվի Իսրայելի ձեռքին Թուրքիայի դեմ, ոչ մեր այդ ցավոտ մեր հարցը, ցավ պատճառած մեր այդ հարցը ցեղասպանություն։ Այսինքն այնուամենայնիվ այստեղ կար երանգ, որ Իսրայելը դա որպես քաղաքական գործիք է օգտագործում։ Ակնարկ կար երևի թե պատասխանի մեջ, չէ՞։ Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ ուրիշ երկրում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը առաջ բերվեր եւ նույն հարցը ուղղեին Փաշինյանին, ինքը նույն պատասխանն էր տալու, այստեղ կապ չունի Իսրայելի հետ է թե մեկ այլ երկրի հետ։ Այստեղ ամենահետաքրքիրը այն է, որ հիմա հաղորդագրություն տարածվեց, որ Իրանի նախկին հոգևոր առաջնորդի հուղարկավորմանն է մասնակցելու Նիկոլ Փաշինյանը, այսա շատ հետաքրքիր է, կոնկրետ նաև այդ ֆոնին։ Ինչով, ինչու է առանձնացնում դա, ինչով է հետաքրքիր։ Նախ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները, չէ՞ որ առաջին հարվածը Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հասցրեցին Իրանին եւ այդ ժամանակ ոչնչացվեց Իրանի հոգևոր առաջնորդը։ Հիմա Փաշինյանը գնում է եւ մասնակցում է հուղարկավորության արարողությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանը ունի ռազմավարական հարաբերություններ եւ բավականին էլ խորը հարաբերություններ են հիմա հաստատվել Միացյալ Նահանգների հետ, նաեւ Թրիփի մասին դուք տեղյակ եք եւ այդպես շարունակ եւ հիմա այդ մասնակցությունը հուղարկավորության չգիտեմ, բավականին բարդ հարց է։ Դե համենայն դեպս ժամանակը Իրանի կողմից շատ հետաքրքիր է ընտրված, պայմանավորվածություններից հետո է հուղարկավորությունը արվում, որը հեշտացնում է երևի թե նույն Հայաստանի մասնակցությունը այդ արարողությանը։ Ռուսաստանը սկսեց նորից ավելի մի քիչ ավելի բաց խոսել Թրիփի հետ կապված, այս ընթացքում Գալուզիններ կարծեմ նա է այդպիսի հայտարարություններով հանդես գալիս, նա ինչ է ասում է Չինաստանի եւ Իրանի համար չենք կարծում, որ ողջունելի է Թրիփի նախագիծը, բայց եթե Ռուսաստանը մասնակցի այդ նախագծին, կարծում ենք այդ նախագիծը ավելի հաջողված կլինի, ավելի, չգիտեմ, շահեկան, չգիտեմ, կլինի։ Եկեք փորձենք հասկանալ, հաշվի առնելով, որ Ֆիդանն էր մի քանի օր առաջ Ռուսաստանում եւ իրենք եւ Ֆիդանը եւ Լավրովը նորից խոսում էին տարածաշրջանային համագործակցության մասին։ Տարածաշրջանային համագործակցություն, այսպես կոչված 3 գումարած 3 եւ Թրիփ։ Եվ այս ձևակերպումները Ռուսաստանի, Իրան, Չինաստան, իրենց համար լավ չի, բայց եթե մենք լինենք, լավ կլինի։ Ֆիդանի այցից երևի սկսենք։ Ես նկատեցի Ֆիդանի այցի ժամանակ նախ կարևոր է նշել, որ հանդիպում եղավ Վլադիմիր Պուտինի հետ, Լավրովի հետ եւ Շոյգուի հետ։ Նկատեցի այն, որ հայտարարությունները շատ հետաքրքիր էին եւ հիմնականում խոսվում էր 3+3-ի մասին, բայց Թուրքիան այդքան էլ կարծես ողջավորված չէր 3+3-ով։ Ռուսաստանի համար միակ հնարավորությունը այսօր մնալ տարածաշրջանում եւ զբաղվել տարածաշրջանի հարցերով, կարգավորումով, դա 3+3-ը։ Չգիտեմ թե որքանով դա ձեռնտու է Թուրքիային։ Թուրքիան չընդդիմացավ այդ ամենին, կարծես հա լուր ձևով կրկնեց նաև Ֆիդանը այդ գաղափարը, բայց մեծ հաշվով հասկանում ենք, որ դա ձեռնտու չէ նաև Թուրքիային, ինչպես նաև Ադրբեջանին, Վրաստանին, բնականաբար Վրաստանը չի մասնակցում, ինչպես նաև Հայաստանին։ Թուրքիային էլ ինչ որ չափով կարող է մասամբ թեթև ձեռնտու լինել, քանի որ ինքը այդ ֆորմատի միջոցով հնարավորություն ունի քննարկելու Հարավային Կովկասին վերաբերող հարցերը լեգալ ձևով։ Իսկ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է։ Շոյգուի հայտարարություններից էլ մենք այդտեղ տեսանք, որ հաստատին ակնարկում է, թե մենք ինչպես լավ
իրար հետ աշխատեցինք Արցախում, Հայաստանի դեմ, հիմա էլ կարող ենք ինչու՞ չէ աշխատել։ Ես դա տեսա։ Ինչ վերաբերվում է թրիփին, Ռուսաստանի համար, գիտեք նաև այդ 9-րդ կետը երակող պայմանավորվածությունների հիմնականում շահարկվում է, քանի որ Ռուսաստանը ցանկանում էր, որ լիներ Զանգեզուրի միջանցք։ Զանգեզուրի միջանցքի փոխարեն իրենք հիմա ստանում են թրիփ։ Ինչով է տարբերվում Զանգեզուրի միջանցքը թրիփով իրենց համար նախ։ Ոչ թե մեզ համար կարծում եմ բոլորին պարզ է թե ինչով է տարբերվում։ Իրենց համար այն էր, որ Ռուսաստանն է վերահսկելու այդ ճանապարհն էլ չասենք, այդ կորիդորը, ինչպես ասում են, հա, լինելու էր ամբողջովին Ռուսաստանի վերահսկողության տակ, դրանով իսկ Ռուսաստանը վերահսկելու էր հարավային Կովկասը, թե Ադրբեջանը եւ թե Հայաստանը։ Եվ այդ ամբողջ մեծ ճանապարհը կարող էր օգտագործել թե իր շահերի համար եւ թե արևտուրի համար արևմուտքի հետ։ Հիմա Ռուսաստանը դա չստացավ։ Հասկանում եմ, որ թրիփը այլևս ստորագրված է եւ շատ շուտով կարող է թրիփի իրականացումը սկսվել, ուզում են ինչ որ մի ձևով մտնել թրիփ ծրագրի մեջ, դրա համար հիշեցնում են Հայաստանին, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, ասում են մենք այնտեղ զորքերի ներկայություն ունենք, Հայաստանը չի հրաժարվել իր ռազմաբազայից, երկաթգծի մասով ասում են, որ չենք տա, երկաթգիծը ամերիկացիներին կամ ուրիշներին, եւ ասում են, որ մենք անպայման պետք է մասնակցենք թրիփում, այսինքն կարևոր դերակատար լինենք թրիփ ծրագրում, հասկացնելով, որ եթե մենք այդտեղ լինենք, դրան չի լինի դեմ Չինաստանը եւ Իրանը, այսինքն մեծ աշխարհակաղակական գլոբալ առճակատման գաղափարն է հիշում, որ առանձին թիմով են իրենք Չինաստանի եւ Իրանի հետ եւ հակառակ կողմից արևմուտքն է ասում է, ահա եթե ես լինեմ, Չինաստանը եւ Իրանը այդ ծրագրին դեմ չի լինի։ Ես այսպես եմ տեսնում։ Լավ, այդ դեպքում նորից հետ են գալիս, Հայաստանը ինչ է պատասխանում։ Հայաստանի դիրքորոշումը մինչև այժմ մենք ոնց որ թե տեսնում էինք, թե չէինք տեսնում, Իրան էր ամեն ինչ լինում, գուցե ես հեգնանքով չեմ հարցնում, իսկապես ինչ որ ձևով Հայաստանը իր այուն ոճը, իր դիրքորոշումը, այնտեղ սահմանապահներ կան, մենք ոչինչ չենք լսում այդ սահմանապահների մասին, այո, կոնցեսիոնի մասին լսում ենք, Կարծես հանել էին սահմանապահներին, հիմա դուրս է գալիս այնտեղ են։ Հիմա դուրս է գալի, այո, ստացվում է, որ ոչ նրանք իրենց տեղում են եւ լավ էլ դրա վրա հույս ունեն, որ դա կարող է խոչընդոտ լինի, եթե ոչ գլխավոր խոչընդոտներից մեկը, բայց խոչընդոտ լինի նրան, որ Հայաստանը ինչ որ ձևով ցույց տալիս է իր դիրքորոշումը, թե այստեղ մենք պետք է սպասենք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան իրենք իրար հետ ոնց են այս ճանապարհը կոպիտ ասած։ Ուրեմն նախ պետք է հասկանալ, թե իրոք սահմանապահները ռուս գտնվում են այնտեղ, թե չէ։ Եթե Գալուզինն է ասում, դա չի նշանակում, որ այնտեղ են։ Սա կարևոր է ճշտել։ Սա մեկ։ Հաջորդը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը իրոք ցանկանում է մտնել թրիփի մեջ եւ հայկական կողմը ասում էր, որ դուք կարող եք շահեք թրիփ ծրագրից։ Սակայն ես կարծում եմ, որ հայկական կողմի հայտարարությունները նախկինում հիմա չէ։ Այդ հայտարարությունները ոչ թե հրավեր էին թրիփում շատ խորը եւ լուրջ մասնակցության Ռուսաստանի, այլ ուղղակի թրիփ ծրագրից օգտվելու եւ այստեղ կան կարմիր գծեր հայկական կողմի համար, քանի որ փաստաթուղթը, ինչպես արդեն նշեցի, արդեն ստորագրված է եւ Ռուսաստանի այլ ձևով մուտքը տվյալ ծրագրի մեջ ընդհանրապես ոչնչացնում է թրիփ ծրագիրը։ Դրա համար Հայաստանը պետք է իրոք ունենա եւ ունի, կարծում եմ, կարմիր գծեր։ Եթե հետ նահանջ անի Հայաստանը, ապա այն փաստաթուղթը, որը որ ստորագրվել է ամերիկյան կողմի հետ, ուղղակի գոյություն չի ունենա։ Եթե իհարկե Թրամփի գլխում ինչ որ փոփոխություններ տեղի չունենան, բայց դա Պարոն Այվազյան, իմ հարցս հետեւյալն էր, այս պահին Հայաստանը կարող է խոչընդոտել Ռուսաստանի այդ պլանների զարգացումը, թե Հայաստանը չի կարող, դա պետք է եւ կարող է, բայց ներողություն, պետք է չեմ կարող ասել, կարող է միայն անել Միացյալ Նահանգները, այլ հարց է, Միացյալ Նահանգները կանեն դա, թե չէ, այսինքն արդյոք այստեղ մենք տեսնելու ենք Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան մրցակցություն չի անգամ առճակատում, թե Միացյալ Նահանգների համար, Թրամփի Միացյալ Նահանգների համար օքեյ է Ռուսաստանի մասնակցությունը, բայց FSB-ով թե ոչ, էս էլ երկրորդ հարցն է։
Ես կարծում եմ Հայաստանը ինքնուրույն կարող է դեմ դուրս գալ Ռուսաստանի հետ ծրագրին, բնականաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների թեթև օգնությամբ Միացյալ Նահանգների կարիքը խառնվելու այդ գործընթացի մեջ շատ լուրջ ձևով կարծում եմ չի լինելու, կարող է ինչ-որ ձևով օգնեն, բայց կոնկրետ դեմ դուրս գալու Հայաստանն է լինելու Ռուսաստանի հետ ծրագրի, բայց այստեղ մեկ պահ է կարևորը նկատել, որ փաստացի Գալուզինի այդ հայտարարությունից դուրս է գալիս, որ ահա այդ հարցի շուրջ են բանակցելու ռուսները հայկական կողմի հետ։ Մինչև հիմա չեն ճանաչել Հայաստանի իշխանություններին, որ հաղթանակ են տարել այս ընտրություններում, բայց արդեն մենք տեսնում ենք պահանջները, թե ինչի շուրջ են պատրաստ բանակցել։ Պարոն Այվազյան, մինչ այժմ Ռուսաստանը Իրանի անունը տալիս էր, Իրանի գործոնը կար, եւ երբ որ ասում են 3 գումարած 3 եւ համեմատում էինք 3 գումարած 3-ի մեջ մտնում է Իրան, Թուրքիա եւ Ռուսաստան այդ մեծ եռյակը եւ պարզ է, հա, որ Հայաստան, Ադրբեջան։ Հիմա եթե առաջ փորձում էին միայն Իրանի գործոնը բարձրացնել, հիմա Չինաստան են ավելացրել։ Եկեք փորձենք հասկանալ, թե ինչու է Չինաստանին անվանակոչում, ինչու է անվանում Չինաստանը Ռուսաստանը, ինչու է բերում Չինաստանի շահը, որ Թրիփը հակասում է Չինաստանի շահերին։ Սա խոսվում էր, բայց այսպես ուղիղ Ռուսաստանը առաջին անգամ է արտաբերում։ Այդ ճանապարհը գնալու է մինչև կենտրոնական Ասիա, դե բոլորս գիտենք Թրիփը, եւ հնարավոր է նաեւ Չինաստան։ Եվրամիությունը նույնպես հայտարարում է, որ իրեն ճանապարհ է պետք կենտրոնական Ասիայի հետ, առևտրի համար եւ դա ամենակարևոր ճանապարհներից մեկն է։ Ոչ միայն Թրիփը, այլ ընդհանրապես Հայաստանը, Վրաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հատուկ մետաղների մասով նաեւ այս ճանապարհը շատ կարևոր նշանակություն է ձեռք բերում մինչեւ կենտրոնական Ասիա, հնարավոր է նաեւ Չինաստան։ Երբ որ մենք խոսում ենք նաեւ մետաքսե ճանապարհի մասին, Վրաստանը վաղուց ընդգրկված է այդ ծրագրի մեջ, այդ ճանապարհը գնալու է մինչև Չինաստան եւ Չինաստանի համար նույնպես Թրիփը չափազանց կարևոր ճանապարհ է դրա համար Ռուսաստանը խոսում է նաեւ Չինաստանի մասին ինձ համար պարզ չէր ներողություն պարզ չէր կարևոր է որովհետեւ օգտակար է թե կարևոր է որովհետեւ վնասակար է Չինաստանի համար այն թե օգտակար է թե վնասակար սա շատ կարևոր է հասկանալ օգտակար է այն առումով որ մինչև Չինաստան կարող է հասնել այդ ճանապարհը եւ առևտուր իրենք կարող են իրականացնել ինչպես Միացյալ Նահանգների հետ, այնպես էլ Եվրամիության, հատկապես Եվրամիության հետ, բայց վնասակար է նրա համար, որ Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը կտրուկ ավելանում է կենտրոնական Ասիայում։ Դրա համար Չինաստանը կուզենար վերահսկողություն ունենալ այդ ճանապարհի վրա։ Այսինքն Միացյալ Նահանգները, եթե համարում ենք այնուամենայնիվ, որ դա Հայաստան հայ-ամերիկյան ինչ-որ ընկերության գործ է, Միացյալ Նահանգները շահագրգռվածություն ունեն այդ ճանապարհին, համարում եք արդյոք, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը դե վերջերս Թրամփն էլ էր Չինաստանում, Ռուսաստանն էլ էր, Պուտինն էլ էր Չինաստանում։ Երևի թե այդ հարցը քննարկվել է, կարծում եք արդյոք, որ Միացյալ Նահանգները եւս Չինաստանի հետ փորձում են համաձայնեցնել այդ ուղու աշխատանքը, թե դա շատ փոքր հարց է, որպեսզի Միացյալ Նահանգները Չինաստան քննարկեն այդ հարցը։ Չինաստանը խանգարող հանգամանք կարող է լինել այդ ճանապարհի գործարկման համար, ինչպես ակնարկեց Ռուսաստանը Գալուզինը, թե ոչ։ Դա է հիմնական իմ հարցը։ Անկեղծ ասած, ես կդժվարանամ պատասխանել, քանի որ ինչպես նշեցի, դա ինչպես օգուտ է բերելու Չինաստանին, այնպես էլ վնաս։ Բնականաբար Չինաստանը կուզենար վերահսկողություն ունենալ, թեկուզ եւ մասամբ այդ ճանապարհի վրա, ինչպես եւ Ռուսաստանը։ Եվ հիմա հետ են գալիս Իսրայելին։ Արդյոք Իսրայելը, որը մենք խոսում ենք, որ ինչ որ վերադասավորվում է, վերադիրքավորվում է տարածաշրջանում, եւ նաեւ Թուրանի հետ կապված շատ ասում են, որ Իսրայելը դեմ է, որպեսզի Թուրքիան ուժեղանա։ Եկեք փորձենք հասկանալ, ինչ որ կոնե հերրու նշмарվող կապ կա Իսրայելի այս քայլի եւ Թրիփի գործարկման հետ Թուրքիայի ուժեղացման հանգամանքը հաշվի առնելով թե ես շատ հերրու հանգամանքներ փորձում եմ իրար մոտեցնել Իրոք շատ բարդ հարց եք տալիս
այստեղ մենք չենք տեսել որևիցե հայտարարություն Իսրայելի կողմից թրիփի մասով, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները խորապես ներգրավված են այդ ծրագրի մեջ, այդ մասով հնարավոր է Իսրայելը ավելի հանգիստ լինի, բայց սա շատ գլոբալ հարց է, ինչ որ միտեղ նույնիսկ կարող է Իսրայելին ձեռնտուել լինել թրիփը, քանի որ ինքն էլ հնարավոր է ապագայում կարողանա օգտվել, բայց այստեղ Թուրքիան է իր համար ամենամեծ խոչընդոտը, որ նույն Իսրայելը կարողանա օգտվել թրիփ ծրագրից։ Այսինքն ես հարցը մի քիչ այլ կերպ մոտենամ այս հարցին։ Թրիփի գործարկման պարագայում Թուրքիան ուժեղանում է թե ոչ։ Որ Հայաստանին կներեք։ Թուրքիայի համար թրիփը մնացած թուրքական աշխարհի հետ կապ է բնականաբար։ Եթե նախկինում մենք խոսում էինք, որ դա պանթուրքիզմի ճանապարհ է, այդ հարցի մասին մենք բազմիցս խոսել ենք, նաև Բաքու Թբիլիսի կարգն էր նաև նախկինում անվանում որպես պանթուրքիզմի ճանապարհ, հիմա քանի որ աշխարհում գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան, պանթուրքիզմի ճանապարհը շատ ավելի փոքրիկ է դարձել ընդհանուր մեծ խաղի մեջ։ Բնականաբար դա կարևոր կապ է լինելու Թուրքիայի համար մնացած թուրքական աշխարհի հետ, բայց խաղը շատ ավելի մեծ է դարձել, ինչպես արդեն նշեցի, դա շատ ավելի կարևոր ճանապարհ է Եվրոպայի եւ Ասիայի միջև, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար չափազանց կարևոր կապ է։ Դրա համար Իսրայելին կոնկրետ պանթուրքիզմի մասով բնականաբար ձեռնտու չէ, նաև ձեռնտու չէ, որ այդ ճանապարհը անցնելու է Թուրքիայի միջոցով, բայց այսպիսին է աշխարհագրությունը եւ չեմ կարծում, որ Իսրայելը շատ է կոնկրետանալու այդ հարցի վրա։ Իրենց համար հիմնականում այլ հարցեր են հետաքրքրում Թուրքիայի մասով, թե ինչպես թույլատնեն Թուրքիային, թե ինչպես խնդիրներ ստեղծեն Թուրքիայի ներսում ապագայում, նաև քրթական հարցը օգտագործեն, հայկական հարցը բնականաբար դա արդեն թրիփի փլուզում կնշանակի, բայց դա Իսրայելը որպես պետություն գոյապանական պայքար է տանում եւ շատ տրամաբանական է ինչ անում է հիմա Իսրայելը։ Ես ուզում եմ վերադառնալ այդ ճանաչման կառավարության կողմից ցեղասպանության ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու հարցին եւ ընթերցեմ մի փոքրիկ ձևակերպում Գիդեոն Սահարից, Իսրայելի արտաքին գործերի նախարարից, ով եւ հեղինակել է այդ բանաձևը։ Նա ինչ է ասում։ Ասում է երբեք ուշ չէ ճիշտ բան անել, դա մենք արդեն գիտենք, բայց այստեղ այսպես ձևակերպում կա։ Իմ կարծիքով չկա որևէ համոզիչ պատճառ դրանից խուսափելու համար, չանելու դա։ Այդտեղ կա ակնարկ Ադրբեջանի հետ պատճառները, որոնք կլինեն, մինչ այժմ որն է եղել պատճառը Թուրքիան եւ երևի թե Ադրբեջանը, ուրիշ պատճառ երևի թե չի եղել, եթե անգամ եղել է, սրանց մասին խոսենք, այս երկու պատճառի մասին։ Եվ հիմա Իսրայելը ասում է չկա որևէ համոզիչ պատճառ բարոյական, պատմական պարտականությունն է մեր եւ այլն չանելու այդ ճիշտ քայլը։ Եկեք փորձենք հասկանալ, ինչ որ բան է փոխվել Իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում եւ դա ստորադասվել է կամ հակաթուրքական Իսրայելի քաղաքականությանը կամ Իսրայել-Հայաստան նոր ձևավորվելիք հարաբերություններին։ Ինչպես արդեն նշեցի, իրենք տեսնում են երևի այդ դաշինքի մեջ ապագայում ինչպես Հունաստանն ու Կիպրոսն են հիմա, Իսրայելի հետ նաև Հայաստան։ Բնականաբար շատ բան է փոխվել։ Եթե Ադրբեջանը նախկինում շատ կարևոր դաշնակից էր Իսրայելի համար, հիմա Ադրբեջանը այդքան կարևոր չէ, այլևս Իսրայելի համար, եւ դա մենք հստակ տեսնում նկատում ենք եւ դա նաև տեսանելի էր վերջին այս պատերազմի ժամանակ, չնայած որ CNN-ը այլ հրապարակումներ է անում Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների մասին եւ Իսրայելի ներկայության մասին Ադրբեջանում, բայց այնուամենայնիվ փաստ է, որ Ադրբեջանի նշանակությունը այլևս նախկինը չէ Իսրայելի համար եւ Թուրքիայի հետ առճակատումը, Թուրքիային զսպելը առաջնային պլան է դուրս գալիս։ Այսինքն գերակշռում է։ Ինչ է կարծում Միացյալ Նահանգները ինչպես կգնահատեն կամ ինչ որ շարժում կլինի այս հարցի հետ կապված
Իսրայելի ճանաչման հետ կապված, որովհետև դեռ մենք չգիտենք Կնեսետը կճանաչի թե չէ, կընդունի թե չէ, եւ դեռ զարգացումներ պետք է լինեն, սա թեման տվեցին, գնում են արձակուրդ, ժամանակ են թողնում, որպեսզի այս ամեն ինչը բոլորը մարսեն եւ վերջում կամ ընդունի Կնեսետը կամ ոչ։ Միացյալ Նահանգների երևի արձագանքը եւս կարեւոր կարող է լինել այդ հարցում, չեք կարծում։ Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները հիմա ինչ-որ մի ձևով արձագանքեն, բայց հրեական լոբբին անպայման կարձագանքի եւ հետո դա կազդեցություն կունենա արդեն Միացյալ Նահանգների քաղաքականության վրա։ Սա է շատ կարեւոր կարծում եմ հասկանալ, որ կոնկրետ Թրամփի ադմինիստրացիան դժվար թե ինչ-որ հայտարարություններով հանդես գա կամ ինչ-որ ձևով այդ հարցի Ինչը կարող է ազդել Քնեսետի որոշման վրա ձեր կարծիքով։ Դրական կամ բացասական։ Չեմ կարծում, որ որից է բան կարող է դրսից ազդել միայն եթե Թուրքիայի հետ դա առևտուր չէ, այսինքն Թուրքիայից կարող է ինչ-որ ազդակներ լինեն Իսրայելի ուղղությամբ եւ միայն դա կարող է փոխել Նետանյահուի դիրքորոշումը, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Շնորհակալություն։ Վերջին հարցս մեր ներքին զարգացումներին է վերաբերում, դե Սահմանադրական դատարանը դեռ ոնց որ թե որոշում չի կայացրել։ Ինչ ենք տեսնում, ձեր տպավորությունը այդ մի քիչ հեռու Երևանից։ Կոնկրետ դատարանի մասով դժվար է ասել, կտեսնենք ամսի 4-ին Սահմանադրական դատարանի որոշումը, ինչ-որ չափով քննարկումների մասամբ հետևել եմ, պետք է հիմա տեսնենք, թե ինչ որոշում կընդունվի։ Հետաքրքիր է, որ մինչև հիմա հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակումներ է անում կաշառքի բաժանման մասով ընտրությունների հետ կապված։ Մենք տեսանք, որ լուրջ ցույցեր այլևս նախկինում էլ չէին կարող նորմալ մարդ հավաքել ընդդիմադիր կոչվածները, բայց հիմա ընդհանրապես չեն կարող մարդ հավաքել եւ դա նշանակում է այն, որ իրոք կաշառակերությունը շատ լուրջ կաշառքի բաժանումը շատ լուրջ ազդեցություն է ունեցել ներկայիս ընտրությունների վրա։ Ահա այս հարցով էլ կարծում եմ հետաքրքիր կլինի լսել Սահմանադրական դատարանի որոշումը, այնտեղ կար չէ հանուն հանրապետության կուսակցության նաև հայցը հակառակ ձևով էր այն տարբերվում էր, այսինքն պրոռուսական կուսակցությունների հայցից եւ իրոք հիմա շատ հետաքրքիր կլինի տեսնել Սահմանադրական դատարանի որոշումը, քանի որ աննախադեպ կաշառքի բաժանման դեպքեր են Հայաստանում գրանցվել, մինչև ջավախ է հասնում այդ խոսակցությունը, բոլորն են խոսում այն մասին, որ մարդկանց դոլարով ասում, քանի որ մեր մոտ դրամը չէ շրջանառության մեջ, մարդիկ խոսում են, որ 200-ից 300 դոլար տվել են մեկ մարդուն քվեարկելու համար։ Դա չի ստվերում ընդհանրապես ամբողջ գործընթացը ընտրությունների, դա պատմության մեջ մնալու է բոլոր դեպքերում, ճիշտ է, ով անցել է, չգիտեմ, մանդատները վերցնում են, չեն վերցնում, այս ամբողջը, մենք 5 տարի աշխատելու, տեսնելու ենք այդ մարդկանց, ովքեր այսպես թե այնպես կաշառքի մեջ ամենայն դեպս այսօր էլ մի մեծ խմբականակ այդ գաղտնալսումների մենք այսպես ասած ըմբոշխնեցինք ինչ եք կարծում ընդհանուր լեգիտիմությունը այս ընտրությունների չի չափ իրոք կասկածի տակ եւ դա բավականին լուրջ բեռ է նաեւ Հայաստանի իշխանությունների համար փաստացի իրենք չարգելեցին այդ կուսակցությունների մասնակցությունը չնայած որ արդեն 100-ից ավել հրապարակումներ կային մինչև ընտրությունները փաստարկված այդ կաշառքի հետ բաժանման ձայնագրություններով ամեն ինչով հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում էր, բայց չգնացին այդ քայլին, ես կարծում եմ Ռուսաստանի պատճառով, որպեսզի ավելի չզայրացնեն Ռուսաստանին եւ արդյունքում մենք ունեցանք այն, որ այս ընտրությունները չի կարելի անվանել ամբողջովին լեգիտիմ, եթե իշխանությունը չի բաժանել ընտրակաշառք, ինչ տարբերություն դա բաժանել է ընդդիմությունը եւ այն տոկոսները, որը որ կունենա այսօր խորհրդարանում, հստակ ռուսական փողերով վաստակած ձայների միջոցով իրենք կունենան այդ այո, բայց ընդդիմությունն էլ մատնանշում է, ասում է իշխանությունն էլ աշխատավարձեր է բարձրացնում, ինչ որ դե թոշակների թեման էլ գիտենք, ինչ որ բաներ է տալիս, որը էլի գնահատվում է որպես ուրեմն կաշառքի մի ձև, կոռուպցիայի դրսևորում, այսինքն
երկու կողմից էլ ես վերցնում եմ հասարակության տեսանկյունից։ Դա օրենքով է ամրագրված, որ իրավունք չունեին թոշակներ բարձրացնել, թե Չէ, այդպիսի բան չկա։ Անօրինական քայլի են դիմել իշխանությունները։ Այդպիսի օրենք գոյություն չունի եւ մենք էլ ենք դա քննարկում, որ նախընտրական ցանկացած շրջան մեկ ընտրությունից մինչեւ մյուս ընտրություն նախընտրական է համարվում, խոսքը չի գնում քարոզարշավի մասին եւ իշխանությունները իրավունք ունեն գործելու, բայց ընդդիմությունը մատնանշում է հենց այդ հանգամանքը։ Թոշակների բարձրացումը, աշխատավարձների բարձրացումը, ես հասարակության տեսանկյունից եմ դիտարկում այս հարցը, ինչպես է ընկալում հասարակությունը եւ լսում է սրանք են ուրեմն երկուստեք մեղադրանքները լսում են, նրանք չեն խորանում օրենքը կա չկա, նրանք դա ընդհանուր ընկալում է, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնց մենք տեսնելու ենք ազգային ժողովում, այսպես թե այնպես ներողություն կեղտոտված են։ Բնականաբար ես կարող եմ համաձայնվել, որ հա թոշակները բարձրացվեցին, բայց կրկնեմ տարբերությունը շատ մեծ է, դու օրենք խախտում ես, թե չես խախտում։ Իշխանությունները օրենք չեն խախտել, բայց ընտրակաշառք բաժանելը շատ կոպիտ ձևով միջամտությունը դու մարդու քվեն անմիջապես ես գնում։ Դու Այսինքն անհամեմատելի երևույթներ են։ Անհամեմատելի անհատապես պայմանավորվում են փողի դիմաց, թե ում ես դու ձայն տալու, եթե մեկը չի ուզում ձայն տալ այդ ուժին, փողով գնում են ձայն, այլևս իր ձայնը չէ, գնված ձայն է, այդ մարդը վաճառել է իր ձայնը։ Իսկ եթե թոշակներն են բարձրացնում, կարող է արդեն համակրես իշխանություններին, ասես, հա, դե ինչ լավ է, թոշակած բարձրացնում են, ելի կա բարձրացնեն, գնանք քվեարկեմ։ Մյուսը կասի, չէ, չեմ գնա, ինչի եմ գնալու, որ իրենց պարտականություններ բարձրացին մեր թոշակը։ Իսկ թոշակառունել ինքը որոշում է ում է ընտրում, որովհետև պայմանավորվածություն թոշակը բարձրացած է։ Պարզ է տրամաբանությունը եւ ես ասում եի վերջին, բայց ճիշտ չասեցի, Ռուսաստանի գործոնն էլ ինչին է ուզում հասնել Ռուսաստանը։ Ինչ որ այսօր էլ հետաքրքիր լուր գնաց, որ ինչ որ ձուկ արտադրող արտահանող կազմակերպության, որը երբևիցե ձուկ չի արտահանել Ռուսաստան, այդ ձուկն էլ են համարել, որ ինչ որ խնդիրներ ունի, բայց արտահանում չի եղել։ Այսինքն абսուրդ մեղադրանքներով Ռուսաստանը եւ սպառնալիքներով շարունակում է խոսել Հայաստանի հետ։ Ինչին է հասնում Ռուսաստանը ձեր գնահատմամբ, ձեր կարծիքով։ Մեկ բան լավ է, որ մենք Հուզինի հայտարարությունից տեսանք թրիփի մասով։ Այսինքն ինչ են ուզում մեզանից, գոնե թրիփի մասով པարզ դարձավ։ Թրիփ են ուզում, հա, թրիփում մասնակցություն են ուզում։ Թրիփը հասկանալի է, բայց པարզ է, որ միայն թրիփը չէ, երկրորդը այն է, որ ասում են դուք հրաժարվեք եվրոպական ուղուց եւ մնացեք հապկում, մնացեք ԵԱՏՄ-ում։ Սա է իրենց հիմնական ցանկությունը, բայց ես որքան տեսնում եմ, իրենք գործողությունների պլան չունեն եւ այն ինչ անում է Ռուսաստանը, ի վնաս իրեն է աշխատում։ Հիմա էլ կրկին մեղադրեցին Եվրոպային, որ Եվրոպան սկսեց ընդունել հայկական ապրանքները, ասում են, տեսեք, դա էլ հակառուսական քայլ է։ Այսինքն, եթե մեկը օգնության ձեռք է մեկնում Հայաստանին, դա եւս հակառուսական քայլ է։ Ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, մենք ոնց որ թե բոլոր այն հարցերը քննարկեցինք, որոնք այսօր քննարկվում են հասարակության կողմից։ Ես շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք մեզ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաև ձեզ, որ մեզ հետ եք այս հարցազրույցի ընթացքում։ Հասարակական քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան, մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ էի զրուցում, ով ջավախքից էր միացել մեզ հետ Ախալցխայից։ Շնորհակալություն, զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։